Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնում այսօրվա ընկերին ամբողջ համայնքում եւ ընդհանրապես հայության մեջ ճանաչված, սիրված, ընդունված երգիչ Արմեն Ալոյան։ Ողջույն Աշոտ։ Համեցի, այստեղ կընտրեմ։ Ոնց ես Արմեն ջան։ Լավ Աշոտ ջան։ Ավել չի կարա լինի։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր հանդիպումը կայացավ, ուրախ եմ, որ այսօր մենք հանդիպեցինք ու հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Արմեն ջան, մի փոքր պատմի քեզնից։ Առաջերտին շնորհակալություն հրավերքի համար Աշոտ ջան։ Ասեմ, որ իմ սիրած անձնավորություններից մեկն է, ցավը տանեմ։ Քո պարզությամբ, քո ամեն ինչով։ Ինձնից պատմելու շատ բան կա, բայց ծնվել եմ Հայաստանում, Երևանում։ Ուսանել եմ դպրոցում, ոնց որ բոլորս։ Հետո տեխնիկում եմ հաճախել, թեթև արդյունաբերության տեխնիկում եմ սովորել։ Երաժշտականով ուրեմն հաճախել եմ կոնսերվատորիա հատուկ վոկալի մշակումով Սերգեյ Դանելյանի մոտ, մեր լավագույն երգողներից։ Ամենալավագույններից մեկը։ Երգել եմ Տգզար համույթում, գիշես, Կարեն Միրզոյանը մեր ղեկավարն էր։ Իհարկե։ Ֆլորանել էր դա։ Չէ, իրանք ժով գործիքներն են, Տգզարեն տիկերով որ նվագում են։ Ռազմիկ Մասորյանն էր։ Այսինքն Ռազմիկ Մասորյանն է ինձ ուղեկցել Սերգեյ Դանելյանի մոտ, որ ձայնս մշակեմ։ Եվ շատ օգուտ տվեց դա ինձ։ Ունեցել եմ մենահամերգներ Տգզարի հետ։ Տգզարի հետ շատ եմ համերգներ ունեցել, բայց մենահամերգ ունեցել եմ, Համալիրում համերգ ունեցա 10 թիվներ, 2010 թիվներ։ Ուրեմն 93 թվից մինչև 6 թիվը ապրել եմ Մոսկվայում, այն ամենավաղ ցուրտ տարիներն էր, որ հոսանք չկար, լույս չկար, ամեն մեկը մի կողմ, ես էլ գնացել այնտեղ եմ ապրել Աշոտ ջան, 3 տարի այնտեղ եմ անցկացրել, 6 թիվներ եկա Ամերիկա։ Լավ, Ամերիկայում առանձին խոսենք Ամերիկայի մասին։ Ընտանիքիդ մասին կուզեմ խոսել։ Ուրեմն կինս եւ 2 երեխաներս, տղաս առաջինը, հետո աղջիկս։ Ամուսնացած աղջիկս, ունեմ 2 թոռնիկ, 2 աղջիկ թոռնիկ, չես տեղնա։ Տղաս դեռ չի ամուսնացել, չենք իմանում երբ ամուսնանալու։ Ոչ մեկը քո գծով չգնաց։ Չէ Աշոտ ջան։ Իսկ ինձ արվեստագետ է։ Չէ։ Տնային տնտեսուհի։ Աշխատում է ինքը։ Հա։ Ինքը լավ սովորել է, աշխատում է ինքը։ Հա, ուրեմն եկաք Միացյալ Նահանգներ։ Եկանք Միացյալ Նահանգներ ու այդ գալներ ու գալներ չգնացինք Հայաստան։ Իսկ երկար տարիներ այստեղ ես, երկար ժամանակ։ 96 թվից ստեղ եմ Աշոտ ջան։ 96 թվականից այստեղ ես։ Ու եկար միանգամից անցար քո գործին, այսինքն աշխատանք ունեցար, զբաղվել թե սկզբից։ Այո, դե պահանջը կար, ճանաչում էին։ Հա։ Հրավերները կար, ուրախացնում ենք մարդկանց, ինչով միջև հիմա զբաղվում ենք Աշոտ ջան։ Մեր գործը ուրախացնելն է եղել։ Երջանկացնել ինչի՞ չէ, հարսանիքներում։ Հարսանիք ծնունդ, կնունդ, ինչ ուրախությունն է վերաբերվում։ Ամբողջ իրենց կյանքի ընթացքում հիշում են, որ իրենց հարսանիք, իրենց ուրախությունը անցկացրել է ու վարել է Արմեն Ալոյանն այնտեղ։ 15 տարեկանից ասեմ, որ ուրախացնում եմ Աշոտ ջան, փոքր տարիքից։ Այս դժվարություններ չունեցար ստեղ, միանգամից անցար քո գործին, պահանջարկը կար ու նորմալ ընկավ հունի մեջ ու գնա։ Չէ, դժվարություններ չեմ ունեցել Աշոտ ջան։ Այդ լավ է, որտեղ մեծ մասը որ գալիս է որոնումների մեջ է, մինչև իրան գտնում է, մինչև ոտքի կանգնում ու սկսում է ասել ոնց որ սիրված է, երկերը սիրում են, արդեն ճանաչում ունի, մի քիչ ճանաչում ունեցողի համար ուրիշ է, սկսնակի համար ուրիշ է։ Աշոտ ջան։ Չէ, դժվարություն չեմ ունեցել։ Լավ, իսկ մենահամերգներ ստեղ ունեցել ես, թե մենակ հարսանիքներ ու Այստեղ մենահամերգ չեմ ունեցել, Աշոտ ջան։
Միշտ որոշում եմ ու տենց ոնց որ ընկնում է Բայց հետին պլան։ եթե ինձ հարցնես, քո նման երկիչը պիտի որ ունենա, որտեվ հասկացա, բոլորն էլ քեզ տեսնում Հենց խմբակային եղել է համերգ, որ մասնակցել եմ համերգների։ Բայց հատուկ մենահամերգ ախա դու շատ հարուստ նախ ծրագիր ունես ու բոլորը սիրված ու մեր աշխուղական, կուսանական, հայկական, ժողովրդական բոլոր երգերը կա քո երկացանկում։ Ափսոս է, որ դու մի հատ համերգ չունենաս։ Ինչի՞ չէ, մի հատ մտածի այդ ուղղությամբ անպայման արժի որ դենաս։ Անպայման Աշոտ։ Իսկ ուրիշ ոչ մի բանով չես զբաղվում, չէ՞։ Մարդիկ կան, որ ուրիշ կողքից էլ ուրիշ աշխատանք են անում։ Չէ։ Իմ սպորտը ինձ աշխատանք է, սպորտով եմ զբաղվում։ Ջիմ։ Հա, ես քնից արթնացա անպայման։ Պայուսակը վերցրեցի ու գնում եմ ջիմի։ Արդեն երևի 20-25 տարի է։ Առանց դրա կյանք չունեմ, արդեն ոնց որ սովորություն է դա ինձ մոտ։ Առողջ ապրելակերպ։ Շատ ճիշտ ես ասում, շատ։ Սերգեյ Դանելյանի մոտ որ ուսանում էիր, ովքեր կային ձեր կուրսից։ Որ հիմա ճանաչված երգիչներ։ Հիմա ճանաչված երգվողներ են։ Անուններով եմ հիշում, Արայիկը, լսել եմ, որ այսօր հանրաճանաչ երգող է, Վաղինակը կար, բայց միշտ Սերգեյ Պետրովիչը իրանց ասում էր, նայեք, եկուս լավ երգող դառնաք, չմոռանաք, դուք եկել եք ինձ մոտ, մեկը ակարդեոն էր նվագում, վոկալի հետ կապ չուներ, մեկը ես ինչ էր անում, երկուսին էլ լավ երգող սարքեցին։ Բայց իրա մոտ է դավարտել են Ռազմիկ Գրիգորյանը, Ռազմիկ Մանսուրյան, մեր Բուրչոն։ Իրա մոտ ինքը շատ հրաշալի կադրեր ա տվել այդ մարդը։ Լավ մասնագետ էր, լավ վոկալի մասնագետ էր։ Ինքն էլ մեծ երգող է եղել, Օթելո է երգել։ Տեսնում ես, ինչ անճարեղ մարդու հետ մոտ եք սովորել։ Մի քիչ դաժան մարդ էր, ճիշտ մարդ էր, էլի դաժան ո՞րն է, մի քիչ եթե աղանջկոտ են, խիստ են, դա դաժանություն չի։ Աղանջկոտ ու ինքս չի սիրել կեղծավորություն անի, բան, ասում էր Արմեն ջան, միշտ ինձ անուն են դնում, բայց ասում է, գիտեմ, դրան հետևից կանած իրանց աշակերտները մեր փորձն են լսում, ինա դու դուռը կբացեր, կպրեր դրան կասեմ, ինչ ես անում ստեղ։ Գալիս էին լսում էին ինքը ոնց է պարապում աշակերտների հետ։ Եթե ինքը իր գործի հանդեպ պատասխանատվության զգացում ունի, այդ խստությունը կա, այդ խստությամբ իրանք արդյունքի հասնում են։ Ես օրինակը բերեմ իմ շատ սիրելի պարուսուցիչներից ղեկավարներից մեկի, մեր Նորիկին Մեհրաբյան, բարեկամություն խումբը, չէ՞։ Շատ խիստ խումբ էր բան, բայց որակներ տեսնում ենք ինչ որակ է։ Հասկանում ես, արդյունքը երևում է։ Թե չէ, նենց որ բան կարող է, չգիտեմ, հիմնականում եթե խիստ ես, պահանջկոտ ես, բան ես, դա դաժանություն չի։ Քո գործը հարգելն է ու արդյունքը ստանալն է։ Աշոտ ջան, իր խստությունը մի կողմ, արդեն եթե դու ցանկանում ես, որ լավ երգող լինես, դու պետքա ավելի ասելուսի ստարացա լինես, դու պետք է քեզնով զբաղվես, ինչքան ուսուցիչդ քեզ հրամցնում է, ինքը իրոք, այնպես բաներ էր ասում, որ այսօր ես հիշում եմ, ինձ պետք է գալ այդ ամնիչը, երգելուց առաջ եւ երգելուց հետո։ Կամ ինքը բացատրում էր, որ օրը մենք պետք է չերգենք։ Հետո այսօր պրոֆեսիոնալ երգողները այդ ամեն ինչը գիտեն։ Օրինակ երգողներ կան, իրանք չեն ուսանել, չեն իմանում, որ օրկա պետք է չերգեն։ Ախր այդ խոսքի ճշտությունը իրանց պահելակերպի, իրանց այդ ոճի ուսուցման, այդ մանկավարժական։ Անցում են տարիներ նոր ես գում, որ իսկապես թանկ բաներ եք իրանցից ստացել։ Օրինակ մեկ կա, չէ, մեկը ասում է ժամանակին հերն ասում է էս արաբ, դե այ պապ լավ դե կանենք ձեր ժամանակ, մեր հիմա ուրիշ է տարբեր, այ տղա ջան, սենց է, լավ հա ճիշտ է, պապ ջան, դու ճիշտ ես, բան, չէ ասում են, դա դե լավ մատների արանքով, հետո որ մեծանում են ասում է տարիներ, ասում է, որ մացիկ հերս ասում էր սենց արեք, այ ճիշտ էր ասում էլի։ Ու մենք անում ենք ու ճիշտ էր, ու այսօր տեսնում եք դրա բան։ Այնպես որ դրանք Ցավը նրանում է ժամանակը գնում է Աշոտ ջան, նոր մեծանում ենք, նոր զգում ենք։ Երնեք այն վաղ լսեի ավելի լավ կլիներ։ Բայց դա եղած է։ Արմեն ջան, մեր հաղորդման առաջին մասը ավարտվեց, հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը հայության մեջ, ամբողջ հայության մեջ ճանաչված, սիրված ու կայացած երգիչ ու խոսենք թե ինչպիսի երգիչ դուք բոլորդ գիտեք, Արմեն Ալոյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արմեն Ալոյանի
հետ։ Արմեն ջան, շատ լավ երգիչներ ունենք, մենք ստեղ էլ Հայաստանում էլ ու ամենուր։ Թե ժողովրդական երգիչներ, թե էստրադային, թե ջազային երգիչներ։ Ու ամեն մեկը իր գնահատականը ունի, ժողովրդի մեջ իր սերն ու բանավայել։ Ես իմ ճանաչված երգիչներից երևի ամենաճաշակով ու գրագետ կիրթ երգիչներից մեկն ես դու։ Շատ շատերն են էլի, դες կիրթ ու գրագետ, բայց դու երբես ճիշտ, մաքուր, գրագետ, կիրթ եւ քեզ էլ այդպես սիրում են ու հենց դրա համար, ասենք որ կանչում են, ասում են Արմենի երգը ես սիրում եմ, Արմենին պիտի կանչեմ, ես ինչ ուրախության եմ։ Այդ լավ է։ Դու սիրում ես քո աշխատանքը, թե մենակ փողն է, որ փողը դե աշխատում ենք, բայց սիրում ես հաճույքով ես անում։ Աշոտ ջան, երևի մի 15-20 տարի առաջ այդ փողը շատ էր դեր խաղում, բայց հիմա գիտես ինչ, էլ դրան չեմ նայում, մեկ այդի կա։ Սիրելով եմ գնում երգում։ Աշխատում եմ, որ մարդուն ուրախ պահեմ։ Անենց անեմ, որ վատ տպավորություն չթողեմ, վատ հիշողություններ չթողնեմ։ Սիրելով եմ անում, Աշոտ ջան, բայց դե գալիս է ժամանակ արդեն գիտես ինչ, չես կարա, դառնաս 80 տարեկան չես կարա նույն բանը անես, չասում, ամեն ինչ ունի սկիզբ ունի վերջ, քանի որ դեր ձայնը ստեղն է, վիճակս է նորմալ է, սպորտով են զբաղվում, Աշոտ ջան, ինձ թվում է հələ կուրախացնեմ իմ ունկնդրին։ Փառք Աստծո, Աստված որ միշտ ցայնը տեղը լինի վիճակը, նորմալ լինի ու միշտ կարողանաս մարդկանց ուրախացնել ու երջանկություն ապարգևել։ Արմեն ջան, այսքան խոսեցինք մենք երգի մասին, քո հարսանիքների, հրավիրների։ Ես կուզենայի մի հատ գեղեցիկ երգ, եթե քո համար դժվար չի, բանավիրենք մեր հեռուստադիտողին, նորից հետո նորից շարունակենք մեր զրույցը։ Կարող ենք։ Մեծ սիրով Աշոտ ջան։ Ու ինչ ես ուզում երգես։ Նոր երգ է, դեռ ոչ միտեղ չկա, տեսահոլովակը նկարվել եմ դեռ կիսա պատրաստ է Հայաստանի մասին է։ Ես միշտ սիրել եմ, որ Հայաստանի մասին երգեմ, որտեղ շատ հեռու եմ, ունեմ ժամանցիկ երգեր շատ ունենք։ Այս ընթացքում դու եղել ես Հայաստանում։ Իմ մոտ շատ կարևոր է մի հատ իմ հայրենիքի մասին անպայման ունեմ շատ երգեր ունեմ։ Եղել ես այս ընթացքում Հայաստանում։ Վերջին անգամ եղել եմ 15 թվին։ 15։ Աշոտ ջան, երկար ժամանակ արդեն 11 տարի է։ Այսպես գնաս։ Միտք չունես, անպայման պիտի գնամ Աշոտ ջան, շատ եմ կարոտել։ Դե մի հատ այդ կարոտած Հայաստանիդ մասին երգը երգիր, խնդրեմ։ Մեծ սիրով։ Գնացինք։ Աշոտ ջան։ Կարոտել է սիրտն իմ հայրենիքս ջինջումակուր արևոտ երկինքը հողս անուշ ու մեր սուրբ վանքերը ուր վարել եմ աղոթքիս մոմերը ես կդառնամ տուն գիրկդ կգամ դու իմ անուշիմ մայր Հայաստան կյանքս մատաղ քեզ հոգիս էլ տամ էլի քիչ է քեզ իմ Հայաստան կյանքս մատաղ քեզ հոգիս էլ տամ էլի քիչ է քեզ Քոլերների անուշ հովին մեռնե մի օր գամու գիրկդ տամ ինձ երնեք հայրենիքին տունն ես Հայաստանս ու պատճառն ես պարտությանս ես կդառնամ տուն գիրկդ կգամ դու իմ անուշիմ մայր Հայաստան կյանքս մատաղ քեզ հոգիս էլ տամ էլի քիչ է քեզ իմ Հայաստան կյանքս մատաղ քեզ
էլի քիչ է քեզ իմ Հայաստան Ես կդառնամ տուն գիրկը կգամ Դու իմ աղուշին մայր Հայաստան Կյանքս մատաղ քեզ հոգիս էլ տամ Էլի քիչ է քեզ իմ Հայաստան Կյանքս մատաղ քեզ հոգիս էլ տամ Էլի քիչ է քեզ իմ Հայաստան Բրավո։ Բրավո, շատ լավ երգ է, լավ շատ եսի, դե առաջին անգամ եմ լսում, դե այդ երգը ոչ ոք չի լսել, չէ՞ դեռ։ Չէ, Հրաշալի երգեր եւ հրաշալի կատարեցիր։ արի տեղավ ես է գոնե լսեցի, ինչքան վատ Չէ, իշտա, ես ասում եմ, չէ, ամենագիրք, ամենագիրտ, ամենագրագետ, ամենասիրուն կատարողներից մեկն ես ու ապրես, շատ ապրես։ Ով էր երգի հեղինակը։ Ռաֆի Ալթունյան, ճանաչված է, ունի գեղեցիկ երգեր ունի։ Հայաստանում ապրում, Հա։ երիտասարդ։ Հա, երիտասարդ է ինքը, գործի խավարովն էլ Մարտին Միրզոյան, էլի լավ երաժիշտ է։ Դե փորկս ու շատ լավ էր, շատ ապրես։ Ապրես աշոջ։ Դու օրինակ լավ շկոլաներ ես անցել, լավ շկոլա ես անցել, լավ մասնագետի մոտ ես սովորել, կրթվել քո վոկալի գծով։ Ինձ հետաքրքիր է, դու աշակերտներ ունես կամ ունեցել ես կամ չես ուզում ունենալ։ Աշոջան, էլի Սերգեյ Պետրովիչի նշեմ, ասում էր Արմեն ջան ասում էր։ Արմեն ջան, ինքը մի քիչ ռուս ակցենտ ուներ, հա։ Կինն էլ ռուս էր։ Ասում էր լավ երգելը չի նշանակում կարող ես դասավանդես։ Դե անպայման հասկանաս։ Այդ ուսումը պիտի դու ունենաս որ տաս աշակերտին։ Ասում այնքան կան իրանք վերցնում են, պարապում են, ցենը փոխանակ առաջ գնա ավելի ուրիշ է վեր ասում, ավելի հետ է գնում ասում է։ Դա մասնագիտությունն է, պիտի պրոֆեսոր լինես։ Մանկավարժությունը երգի չի կատարող հետ կապ չունի։ Հա, բայց այսօր ստացել է սովորական բան, վեկալումն ասում է երեխեքին երգել եմ սովորացնում։ Կարող է հրաշալի երգիչ լինի, բայց մանկավարժ չլինի։ Դե շատ Էդ եմ ասում, լավ երգելը, լավ ձայն։ Պիտի դու իմանաս այդ ձայնը, բասա, տենորա, սոպրանոյա, տարբեր ձայներ կա, չէ՞, պիտի իմանաս ուր տանես այդ ձայնը։ Այո։ Կարող է ինքը իրոք ձեն ունի, բայց պետք չի որ շատ ինքը տենոր, սոպրան ինչ-որ տենց բարձրանա ձայնը։ Պիտի գտնես իր ուղին, ուր պիտի գնա։ Օրինակ Ռազմիկը Մասյունյան ինքը լավ գիտի այդ բաները, որտեղ ճիշտ դասատուի մոտ է սովորել։ Ռազմիկն էլ հրաշալի երգիչ է։ Այ ես շատ եմ սիրում։ Իմ ու կոնկերդա, շատ հրաշալի Իմ լավ երգիչ, ընկերն է ու իր արվեստը շատ եմ սիրում։ Եղավ, ավարտվեց նաև երկրորդ մասը մեր հաղորդման, արի մի հատ էլ անցնենք գովազդի, նորից շարունակենք, հետո դու պիտի իրական պատմություններ պատմես, որը գիտեմ, որ դու շատ հետաքրքիր իրական պատմություններ գիտես։ Շատ կա, աշխատեմ մի 3 հատը գոնե Հա։ հնամցնեմ։ Սիրելի բարեկամներ, գովազդը ERTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը հրաշալի երգիչ Արմեն Ալոյանի հետ։ Գովազդ ERTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արմեն Ալոյանի հետ։ Արմեն ջան, ես ինչքան երգիչ գիտեմ, գոնե մի հատ կամ երկու հատ իրանք երգեր գրած ունեն իրանց համար։ Դες բան կա, որ մի երգ դու ես գրել, երաժշտություններ, խոսքեր։ Աշոտ ջան, արդ եղել է, որոշել եմ գրել, ոնց որ տենց ինչ-որ մի բան խանգարել է, կիսատ է մնացել, էդ էլ իմը չի։ Իմը երգելն է։ Բայց դի անպայման երգն է, որը վերցնում եմ պիտի դուրս գա, որ երգեմ Աշոտ ջան։ Հետո մի քիչ բարդ է երկասներս։ Օրինակ երգում եմ, ու տարածվում է, բոլորը սկսում են երգելը։ Հիտա դառնում։ Հա, բառերը շատ պրիմիտիվ, ջան,
ես գամ դու գնաս բան, բայց իմ համ օրինակ չեմ ասի ովորմի ինքը լավն էր Գևորգ Եղազարյան, այս վերջերս հարսանիք էր եւ ինձ երգ էին պատվիրել, Գևորգը բառերը գրեց, իմն ես հավեր, ինքը շատ գեղեցիկ երգա ու պահանջը կա։ Միջև հիմա երգում եմ բառերը, էլի դժվար է հիշվում Աշոտ ջան, տենց լինի բառերը, համ իմաստուն լինի, համ մի քիչ դժվար լինի, շատ է չէ պրիմիտիվ նստեմ օրը 10 հատ երգը գրեմ Աշոտ ջան։ Առաջվա օրինակ երգերի մեջ պոեզիա կար, լուրջ պոեզիա կար, Արամ Իսահակյանը, Հրաշ Արեգակին պետք է հերվից նայել, բայց այդ երգերը մնացին մինչև այսօր էլ հաճույքով բոլորը լսում են։ Ես քեզ համար եմ ապրում ասել։ Իսկ երկար կապրես, ես ուզում ասեի, ուրախ բարային երգ, ծաղկել ինձ համար։ Պոեզիա կա, երգ կա, երաժշտություն կա, ոչ թե ես կանգնեցի բան կանգառում ավտոբուսը չեկավ, հետո տեսա այն կողմից դու ոտքով ես գնում, ցած երգերը լինում, մեկ-մեկ տայում ես, որպես ախր երգը խոսքերով էլ է շահում։ Նայում ես բանը, Կյանք եւ կռիվ ֆիլմը կար, երաժշտությունը գրել էր Արթուր Գրիգորյանը, հանճարեղ մի չկտախ երաժշտություն ու խոսքերը գրել էր մի հրաշալի բանաստեղծ ասեմ թե ինչ մեր ավետը Բարսեղյան ավետը։ Հա, հրաշք երգեր, այմարտանում ես երգը լավ երաժշտությունը լավ, կատարում են լավ երգիչներ, որտեղ դժվար երգ ամեն մարդ չի կարա երգի, բայց ամենալավագույն կատարողներից մեկը հենց Արթուր Գրիգորյանի կատարում էր, երգիչ չլինելով պրոֆեսիոնալ այդ երգը ինքան բայց ճիշտ ինքը ուրիշ ձև էր երգը զգում կատարում։ Տես հիմա Ռոբերտ Ամիրխանյանը, չէ, երազի երգի իր հայրենի, բոլորն էլ լավ երգում են, բայց ինքը Էց Ռոբերտ Ամիրխանը, որ երգում է, դե ձայնի չունի ես միշտ են, բայց ուրիշ ձև է տեղ հասնում իր երգացը։ Գիտի ինչա գրել ու ինչի համար է գրել։ Լավ, Արմեն ջան, արի մենք երկու իրական պատմություններ դու ունես, արի պատմի ժողովուրդը թող լսի ուրախանա։ Ռեստորաններում եմ աշխատել, Աշոտ ջան, ռեստորանը լավ բան է երգողի համար։ Շկոլա էլ է, հետ էլ որ անցնես ավել եթե չերգես ամեն օր երգելը շատ լավ բան է, կամ ձայնդ դե ամեն օր բացես, եթե չերգես կժանգոթես ասել։ Ճիշտ է, ճիշտ է։ Շատ Ուրեմն ճիշտ է։ Արագիլ ռեստորանը ունենք, հիշում ես, Մանոմենտի այգում։ Մոնումենտում այ։ Իմ ամենասիրելի ռեստորաններից եղել Մանամանտ Ամրանը։ Փոքր, բայց շատ լավ ռեստորան է։ Մենք մի հատ բացի ունենք վերանդա, այդտեղ էր մեր բեմը, այդտեղ էինք նվագում, ներքևում այդ բիսեդկա չեմ անում, հայերը ոնց է։ Տաղավար։ Հա, տաղավար, հա։ Մեր հյուրերը այնտեղ էին նստում։ Իրանց ուտուշ խմուշանդեղ էր։ Ուրեմն օֆիցիանտը բարձացավ վերև, ասես բարկացած, որ ինքը միշտ ծիծաղում է, էլի ծիծաղքով դեմքով տղա։ Հալոյան ջան, ասում եմ, դե մեկ էդ արդեն կռիվ եմ անում, ասում եմ, ի՞նչ եղել։ Ասում են, տիկնոջ ասա մի հատ էլ թող երգի, դե ես չեմ երևում։ Իրանք ներքև են նստած։ Ժամանակ ձայնդ բարակ էր, ավ։ Աշոտ ջան, ձայնս այն աստիճան բարակ էր, իրոք նման էր աղջ։ Տենց էր էլի։ Հետո փոխվեց դե։ Այս մարդը նորից գնում է ներքև, այ մարդ ասում է մեր երգովն է ինքը։ Վերջը այս մարդը հետը բարձացավ օֆիցիանտի։ Մատուցողի։ Ասեց դու ես երգում, ասես չէ, բայց դու չէիր, ասեց դե հիմա երգի պիտի լսեմ ես քեզ։ Հիմա որ երգեց այս մարդը ցենց արեց։ Հա էլի դու ես երգում։ Գնաց մարդը։ Կնոջ ասա թող մի հատ։ Տենց է, եթե չէին լսում, տենց էր։ Աշոտ ջան, իմ ձայնը այնքան բարակ ու մի քիչ հզորություն ուներ, որտեղ երգում էի ես այդ կալոնկեքը որ կա դինամիկները, միշտ խփում էի ես այդ։ Միշտ ասում են այ մարդ այդ միկրոֆոն հեռու պահի, պահում է էլի կապչում է, այնքան սուրեր ինքը այդ իրա տանից հերսերը էլի այդ կա վիսոկի նիսկի չէ, ռուսերեն եմ քիչ ասում, դրանցից այդ սուրից շատ էր խփվում, այդ սպիկերները, մանավանդ իմ ձայնից։ Անեկդոտ պատմում ես, թե չէ։ Աշոտ ջան, երկու անգամ եղել խզեցել եմ պատմեմ փոխանակ մարդիկ ուրախանան ավել են տխրել։ Ես սիրում եմ, որ դու ես պատմում, էլի Ռազմիկին էլ հիշեմ, լավ, Մանսուրյանին ինքն էլ լավ պատմում։ Դե կարող է մի հատ կան։ կարճ, էլի իրական պատմություն կարող է, թե Ես մի հատ էլ պատմեմ Աշոտ ջան։ Կարճ։ Էսի շատ հավոր էր։ Հիմա այդ տղան չկա, ինքը երաժիշտ էր հարվածային գործիքների Ժորան։ Իրանք եղբայրներով երաժիշտ էին։ Ես էշտեղ են դարը քրտինքով գնացել էր Ռուսաստանից
Ժիգուլի 02-ը հիշում ես ֆուրգոներ։ Ահա։ Սրանց մի եղբայրը Գրիշը գողացավ եղբայրը ավտոն գնաց Սոչի բան բերեց ոչ են կոտրած հալում մաշեղած այդ ավտոն բերեց էս եղբայրը վեկալ է ժորիկը սիրուն սարքելա բանման Էջմիածնում սնկանոց ռեստորան կար։ Այո, հիշում եմ։ Հիմա շորիկը որ գնում էր այդտեղ նվագելու, ես ու ընկերս Լյովիկն էլ, Լևոնն էլ ասենք հետդ գալիս ենք, գնացինք մեզի չտողին մտնենք այդ սնկանոցը, ես իմ private էր էլի։ Լավ ասեց, այս բալնիկները, բալանին եկել նստեք մեքենայի մեջ մի ժամուկես պիտի նվագենք ու դուրս եմ գալի։ Ժամուկես հաշուրջան, ինչ պիտի անենք։ Լևոնին ասի արի, գնանք Երևան, նորից հետ գանք։ Բայց վարորդական իրավունք չունեմ ես։ Չի հանել, չունեի։ Ոչմ գնացինք հետ գալուց Փարաքարի գային որ կա, երևի մի քիչ արագ էի գալի Հաշուջան, կանացրեց։ Ինքս ինքյանս էս ձեռս տարել եմ այդ վերը որտեղ այդ արևից փակում է, որ չկույրանաս։ Իրա վարորդական իրավունքը այդ ժորայի այդտեղ էր։ Հանեցի տվի միլից այդ գայիշնիկին չի նայում, որ ես չեմ։ Ասես դու կարագ էի գալիս, ես պիտի ակտ գրեմ, այդ մարդ ասում եմ հիմա տեսելի ակտ գրի, ես տղեն մեղք է, էլի։ կտանեմ արդեն իրոք վիճակը վիճակ չի լինի։ Գիտես, Աշոջան է վաղ գաղտնիք չի, գումար էին վերցնում, հա։ Հիմա գումար եմ առաջարկում, ինչ ասում եմ, բարձրանում եմ, չէ, պտի գրեմ, այ մարդ ասում եմ, չէ, ասեց ինչ ես անում, երև վախմա վերցնի Աշոջան, ասի երկող ենք, երաժիշտ ենք, ասեց դե մի հատ երկի, եթե լավ երկես, թողում եմ, Աշոջան է դուրսը կանած ինձի երկսրել ես, գայշնիկս, վերջում ինչ ասիլա, չէ, լավ չերկեցիր գրում եմ, հոգուս էտ է խաղում դու միասա, վերջեն կողքից իստ անը գայիշնեկ եկա ասեց, այմար զզվծրիր նայում եմ ես կեր ժամ ես տղու կյանքը կերար, թող գնա էլի, լավ էլ երկեց, ինչ ես անում տենում, նոր տենց եկանք, այս ժորիկը դուրս եկավ, մեր կանգնելու ժորիկը դուրս եկավ, ասի լավ պրծոք։ Ուրեմն Արմեն ջան, ավարտվեց մեր սրույցը, ես շատ շնորհակալ ու գոհ եմ քեզանից, ես քեզ հաջողություններ եմ ցանկանում, անպայման սպասում եմ քո մենահամերգին, իսկ այժմ հրաժեշտ տանք իրար։ Շնորհակալություն Աշոջան, քեզանից եմ միշտ առողջ տեսնեմ քեզ, եղբայր ջան, միշտ ինձ երիտասարդ մնաս։ Շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր հրաշալի երգիչ Արմեն Ալոյանը։ Իսկ այժմ հաղորդման վերջին խոսքերը։ Հեռու մնա այն մարդուց, ով երբեք չի ընդունում, որ ինքը սխալ է, եւ միշտ փորձում է այնպես անել, որ դու զգաս իբր դու ես մեղավորը։ Այսքան բան բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Աներ ջան, ասա որ Աստվածն է ինձ ուղարկել ձեզ։ Ճիշտ ես ասում։ Հեսա ջան, Աստված է ուղարկել։ Մենակ չեմ կարողանում հասկանալ, թե մեր որ մեղքի համար։